Ապրիլի 28-ից մայիսի 2-ը Միացյալ Նահանգների Վիսկոնսին նահանգի Միլուոքի քաղաքում կայացել է Արևելյան թեմի թեմական պատգամավորական 124-րդ ժողովը։ Այդ օրերին կայացած համագումարին մասնակցել են Միացյալ Նահանգների Արևելյան ափի հայկական եկեղեցական ծխերի հոգևորականները և աշխարհական պատվիրակները, տարբեր թեմական կառույցների, թեմական խորհրդի և կանանց միությունների ներկայացուցիչները։ Ժողովի հոգևոր և վարչական գագաթնակետը առաջնորդի ընտրությունն էր։ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը վերընտրվել է Արևելյան թեմի առաջնորդ հաջորդ 4 տարիների համար։ Սա Մեսրոպ Սրբազանի երկրորդ ընտրությունն էր։ Մեսրոպ եպիսկոպոսը ղեկավարում է Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմը 2022 թվականից։ Ինչպես պահանջում է թեմական կանոնադրությունը, Սրբազանը կսկսի իր երկրորդ քառամյա ծառայությունը թեմում, ստանալով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հաստատումը։ Ժողովի առաջին 2 օրերի նստաշրջանի ընթացքում թեմական կառույցների ներկայացուցիչները մասնակցել են տարատեսակ քննարկումների, առաջիկա տարում մշակվելիք և իրականացվելիք բազմաթիվ ծրագրերի, համագործակցությունների և նախաձեռնությունների վերաբերյալ։ Քննարկվող հիմնական թեմաների թվում էին տվյալների կենտրոնացված բազայի ստեղծումը, որը նպատակ ունի ամրացնել երիտասարդների կապը ծխական համայնքներին, ինչպես նաև թեմում եկեղեցական փաստաթղթերի կառավարման միասնական համակարգի մշակումը։ Լրացուցիչ հանդիպումների ժամանակ քննարկվել են հայոց լեզվի դասավանդման, կիրակնօրյա դպրոցների ծրագրերի բարելավման և կյանքի յուրաքանչյուր փուլում հավատացյալներին ավելի լավ ծառայելու հնարավորությունները ընդլայնելու մասին թեմական պլանները։ Հոգևորականների համաժողովը ավարտվել է համատեղ աղոթքով կիրակնօրյա Սուրբ Պատարագի ժամանակ Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։